Ողջույն, այս տեսանյութում ես Սենիկ Մուրադյանս և Ալվարդ Թամոյանը կներկայացնենք Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված նախագծային աշխատանքի իրականացման ընթացքը։ Ես Ալվարդ Թամոյանն եմ։ Սա իմ մասնակցած երկրորդ նախագծային աշխատանքն է։ Այս նախագծային աշխատանքի ձևաչափը բոլորովին տարբերվում է իմ մասնակցած նախորդ նախագծային աշխատանքի ձևաչափից։ Նախագծային աշխատանքին մասնակցում էին 6 սովորող։ Սովորողները բաժանվեցին խմբերի և սկսեցին զբաղվել տեղեկատվության որոնմամբ։ Առաջին խումբը սկսեց փնտրել Նանսենի ծննդավայրի, մանկության և պատանեկության մասին տեղեկություններ։ Երկրորդ խումբը զբաղվեց նրա երիտասարդության, ուսանողական տարիների և ճանապարհորդության մասին տեղեկատվության որոնմամբ։ Իսկ երրորդ խումբը զբաղվեց նրա հասարակական և քաղաքական գործունեության մասին տեղեկատվության որոնմամբ։ Սովորողներն իրենց տեղեկությունները ստացել են գրքերից, ինչպես «Նանսենը և Հայաստանը», հորս մասին, համացանցից, այցելել են Նանսենի թանգարան, որտեղ ստացել են նույնպես շատ հետաքրքիր տեղեկություններ։ Օգտվել են նաև արհեստական բանականությունից, բայց մշակել նրա տված տեղեկատվությունը։ Քանի որ մեր դպրոցում սովորում են տեսողության խնդիրներ ունեցող սովորողներ, իսկ ձեր կայքը հարմարեցված չէ էկրան ընթերցող հավելվածներին, այդ իսկ պատճառով տեղեկատվության որոնումը կատարվել է սովորողների կողմից, իսկ դրա ձեր կայքում տեղադրումը ուսուցիչների հետ միասին։ Այս նախագծային աշխատանքը մեզ օգնեց ավելի լավ ճանաչել Ֆրիտյոֆ Նանսենին որպես գիտնականի և մարդասերի։ Մենք հասկացանք, որ Նանսենի օրինակն այսօր էլ ոգեշնչում է մարդկանց բարի գործերի համար։ Նաև որպես վերջնարդյունք կցանկանայի նշել, որ մեր թիմը պատրաստել է սահիկաշար, որտեղ որ հավաքված են Նանսենյան անձնագրի մասին նյութեր։ Եվ քանի որ այս տարի լրանում էր Նանսենի Հայաստան այցելելու 100-ամյակը, մենք պատրաստել ենք տեսանյութ, որտեղ պատմում ենք Նանսենի մասին, նրա կյանքը, նրա կյանքի ընթացքը, և դա պատրաստվում ենք նվիրել Նանսենի թանգարանին։ Դա լինի մեր թիմի կողմից նվեր Նանսենի թանգարանին։ Սա էր մեր նախագծային աշխատանքի ընթացքը, շնորհակալ ենք դիտելու համար։